Ողջույն հետևորդներ ջան, տեսեք ով է ձեզ ողջունում, հետևորդներ ջան, ձեր շատ սիրելի Տաթև հարսանելը։ Այստեղ, այնտեղ եւ այլուրեր, ինչպես եք։ Այո, իմ հետևորդները իմ հարսիկին շատ են սիրում, շատ։ Ամեն անգամ երբ որ ես վիդեո եմ նկարահանում իմ հարսիկի հետ, բոլորը գրում են, որ իրան շատ ենք սիրում, շատ։ Էդ էի ուզում ասել, էլի, որ ես չեմ սիրում տենց գրեմ, բայց շատ շնորհակալ եմ ամեն տեսակի բարի, ամեն տեսակի լավ խոսքերի համար։ Ուղղակի չեմ սիրում գրեմ, շնորհակալ եմ շատ։ Հետևորդներ ջան, իմ հարսիկն է ձեզ բոլորիդ է շատ սիրում եւ գնահատում է, որ դուք տեսնում եք լավը։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա հարսիկս եկել է ինձ հյուր, այսպես ման են գալիս երկուսով։ Այք ինչ լավ ճանապարհ է, դեպի անտառ տանող ճանապարհն է, շատ լավ։ Հրաշք բնություն։ Այո, այսպես ման են գալիս։ Այն օրը մեր բարեկամը զանգել է, այտենց մի հատ բարեկամ ունենք, գնացել է իր մամայի տուն, մեկ է զանգել է ասեցավ. «Արուս, որտեղ ես?» Ասում է, «Դե մեր տուն», ասում է, «Կարևորը գյուղի օդը շնչում ես»։ Ասում է, «Ուրեմն լավ է»։ Բա Տենում ես, ստեղ այ քաղաք է, չէ, Տաթև ջան, բայց նայեք բոլորը զբաղվում են անասնապահությամբ։ Ցույց տամ, տեսեք թե ինչքան կովեր կան։ Կապ չունի թե քաղաք է, մարդիկ բոլորն է կով են պահում, այդպես էլ իրանց աշխատանքն է, ապրուստն է։ Այն կողմերն է տեսեք, այսպես բոլորը անտառ է։ Մի հատ խնդրում եմ նայեք ինչ անտառներ է, բա որ մտնես մեջը Տաթև, հիանալի։ Գա, երբ ես գա։ Ոչ չկա։ Ոչ չկա։ Լիքը ես ներքևից կա, ներքևներից քաղել են, հələ վերևները ուշադիրելն ես կա, հենա նայ Տաթև։ Հենա նայ։ Տենում ես կոները, ներքևները Այլոց են նստե իրար կողմ։ Բա, տիկիկներն էլ նստե ուրախ։ Այստեղ հրաշք է։ Այո, սիրունություն, լավ, մաքուր օդ։ Բա որ գնանք անտառ, որ մի քիչ ժամանակ ունենանք, կարանք բարձրանանք եւ մի քիչ կոն քաղենք, համել անտառը տեսնես։ Թե ինչ լավն է։ Ես այդ անտառը գնացել եմ Մալինայի, գիտես։ Մալինայի, Մասուրի, Մոշի, այնքան մասուր էի բերել 2 մեշոկ, մասուրի բան էինք արել, սոկ, շատ համովալն է մասուրի սոկը, արտակարգ, խմել ես էլի մեր տանը, ճիշտ է, մի քիչ պատրաստելը բարդ է հետևորդներ ջան, շատ պիտի մաղես, որ են մեջ են մազիկները վտանգավոր են, չլինեն, բայց դե որ անում ես վերջում հավեսով խմում ես, շատ լավ է լինում։ Այո։ Նա ճիշտ է։ Հա, ճիշտ նայ ոնց է, դե տես։ Մա, տեսնում եք։ Մենք հետևորդներ ջան ունենք շատ մեծ հավատք։ Շատ։ Այո։ Էս էլ մեր Սուրբ Խաչ եկեղեցին է, հետևորդներ ջան, ուղղակի դուրս ենք եկել, փողոցի ես մի կողմնա, այսպես դրսից եմ ձեզ ցույց տալի, այս արդեն 3-4 այց է, որ գալիս ենք ու բավականին մեծ փոփոխություն ունեն, շատ մեծ, այո, պատկերացրեք այսօր եկեղեցում ասում ենք ինչ պահով ենք բերել ու խոսում Արտաշս կողքի կինն ասում է, բայց ես երեխան եք ակազում, այդ տեսակի ինքը դզվել է և փոփոխությունները շատ մեծ է, մենք հավատում ենք ու հավատալու ենք մինչև վերջ։ Տեսեք ալշկասել է եկե ինձ հյուր Տաթևի, որտեն շատ սիրում եք իմ, Տաթևի մայրիկն է, տեսեք իրան էլ իշքան նմանություն ունի Տաթևին, հա իրոք։ Ես էլ մեր Տաթևի մայրիկն է, ինքն է շատ լավն է, շատ լավը, մենք իրան շատ սիրում ենք, հա ալա։ Նստել ենք այսպես, գնանք ցայտաղբյուրի մոտ, գալս ես Արտաշ ջուր խմենք, արի ջուր խմենք։ Համով սառը ջուրա։
Խմում ես Արտաշ։ Խմի օրես։ Խմի։ Խմավ իմ տղեն ջուրը։ Գեղեցկություն է։ Հիանալի։ Պատրաստում ենք պաղպաղակով ֆրեշ, հյութը ընտրել եմ ասորտին, այսպես տարբեր, որ տարբեր մրգային համերով լինի մեր պաղպաղակով ֆրեշը։ Աղջիկս եմ միշտ պատրաստում, հիմա վերցրել եմ մի հատ չափաբաժին եմ անելու փոքր, որովհետև ես ու Հայկն ենք մենակ խմողը։ Մարդ չունենք ես պահին, ով պիտի քչվորենք, քչվորենք, այո, այնպես որ մեզ լավ ենք նայում, մեր համար լավ բաներ ենք պատրաստում, կարող եք միանալ հետևորդներ ջան, միացեք, դուք էլ պատրաստեք և միացեք մեզ, ես ինչ դժվար է, բայց դուք էլ պատրաստեք և միացեք մեզ, պաղպաղակի վրա լցնում ենք այսպես մեր նատուրալ սոկը և հարում ենք կամ հարում ենք միքսերով կամ ձեռքի բլենդերով, տարբերություն չկա, բայց այս բանը ես հարում եմ հարիչով։ Որ եղել է համասը, այսինքն պաղպաղակը և սոկը լրիվ միացրել են։ Մի քիչ էլ ավել են խփում, որ փրփրի, փրփուրով են։ Շատ է լրիվ պատրաստը, երկու րոպե և պատրաստը։ Վերջ, կարող եք նաև ձեր հյուրերին այսպես արագ մատուցել հետևորդներ ջան, երբ որ հյուր է գալիս, ասում եք բերեք արագ մի այսպիսի բան պատրաստեմ և պատրաստում ենք, մի քիչ երկար ենք խփում, այսպես փրփուր ենք ստանում, հիմա լցնում ենք, տեսեք ինչ հաճելի բան եղավ, այսպես, հեսա խմենք, մի քիչ էլ կավելացնենք։ Տեսեք հետևորդներ ջան, համ նորություն է, համ համեղություն է, համ արագություն է, ձեր հյուրերին արագ ինչ-որ մի լավ բան մատուցելու, ինչու չէ նաև ձեր համար, ինչու հյուրերին, դուք էլ կարող եք պատրաստել, նստել ամառվա շոգին և վայելել մեր մրգային ֆրեշը, հիմա անցնեմ են մի կողմը, գամ միանամ Հայկի և երկուսով խմենք։ Պետք է բանը սառը խմել, սառը վիճակում, այսինքն երբ որ պատրաստեցինք, չենք թողնում մնա, ապա արագի մեջ վերցնում ենք և սկսում ենք վայելել։ Ինչ լավ սառը վերցրեցի հավեսեր։ Արի Հայկ, տենանք թե ոնց է ստացվել մեր ֆրեշը։ Անմահական։ Անտիր համ ունի։ Տենում ես ինչ լավ, նա հավեսին է սառը, շատ լավ։ Այնպես որ կարող եք պատրաստել, կարող եք վերցնել շոկոլադնի բրիկետ, եթե ովքեր շոկոլադի սիրահար են, կարիճնիվի նկատի ունեմ, ապա կարող են դրանով փորձել։ Կարող եք մեջը միրգ ավելացնել, օրինակ ելակ, բանան, որոնք շատ արագորեն են, էլի լուծվում, կարող եք դետ էլ ավելացնել,
Հետո վերջում սառույց լցնել, եթե շատ սառի սիրահար եք, ամեն ինչ կարող եք անել եւ փորձել այս ճաշակի։ Ես ուղղակի այսպես եմ սիրում։ Դրա համար այսպես պատրաստեցի։ Անմահական, Հայկ միացի։ Միացել եմ։ Այո։ Հույսով եմ ինչ-որ մի օգտակար բան ասեցի ձեզ արագ պատրաստելու համար, հետևորդներ ջան, կարող եք միանալ, պատրաստել և վայելել։ Մնաք Աստծով, ձեր հետ գոհարներ։ Սուրճ, ընդմիջում։ Ընդմիջում Հայկի հետ սուրճ ենք խմում, հետևորդներ ջան, տեսեք ինչ են բերել տան ինձ Հայկ։ Իմ սիրելի միատնի կամպետները։ Ես ու գնում եմ հետևորդներ ջան, իմ հետ իմ միատնի Շուշա կամպետը տանում եմ, շատ սիրում եմ։ Կայ փորձել ես, միատնի կամպետը, միատ փորձի, կոֆեի հետ իշքան համով է, շատ լավն է։ Ուրեմն մի տեղ աշխատում էի, այդ աշխատանքի վայրում մի հատ արից ծրտյա կար, ինքն էր բերում ես միատնի կամպետները ու միշտ օգտագործում էր օրվա ընթացքում երբ տենա ինքը միատնի կամպետը ուտում էր ու մի անգամ որպես սուրճի հետ միատնի կամպետով զարմաց ասում ես ինչ այ տոտա հսրանով ասես գոհարը մի հատ փորձի դες ինչքան լավն է համը ու վերցրեցի չէ Արիստոտան չէ սաթիկ տոտան սաթիկը նապրե սաթիկ տոտան կների թե գոհարը մի հատ փորձի փորձել եմ ու հավատացեք այդ օրվանից ես այսպես այդ կամպետով եմ խմում հենց դարձեր սաթիկ տոտան գործի ասում սաթիկ տոտան միատնի կամպետից չունես հա այդով լավն է ու հիմա էր այսպես սաթիկ տոտայից այս միատնի կամպետը ինձ է լավը չի հայտ միատնի կամպետով շատ համովարինում հետևորդներ ջան, դուք եք փորձեք, ովքեր որ հիմա կլսեն ինձ ու կասեն այս աղջիկն ես ինչ ասում, միատնի կամպետով ինչ սուրճ, ապա ես խորհուրդ կտամ նման բան չասել, մի անգամից փորձել եւ կհամոզվեք, որ ինձ դա այդպես է։ Չգիտեմ ես եք ձեռ, ինձ դուր է գալիս։ Հետաքրքիր համ է տալիս սուրճի։ Հիմա սուրճը խմում ենք, Հայկ, ինչ եմ որոշել, որ պատրաստեմ արագ ու այս շոքի հետ կապված մի բան խմել սարը։ Կարաս վիշակես։ Չէ։ Գիտես ինչ եմ որոշել պատրաստել, պաղպաղակով ֆրեշ։ Այո։ Պետք է վերցնենք տեսնենք կա, հա, նատուրալ մի բնական սոկ և պաղպաղակ միասին դար հետ սարքելու ենք ֆրեշ և խմենք ասա սուրճը վերջացնենք հաճախորդները լինենք կազուքում նստած Հայկը պատվերի մի շաուրմայի և գրիլի դա է տա վերջացնի և միասին պատրաստենք դա չենք թողելու որ գնա դա այս պատրաստել ենք և Սուրճիանան, ֆրեշ պատրաստելուցի Եղանակն է շատ վատն է հետևորդներ ջան, անձրև ու նորից անձրև ոգնին եք ես անձրևից հավատացեք, ամառը հեսարդեն երկրորդ տալիս հավարչանում, դեռ մենք ամառ չենք տեսել Երևի, որ հաշված մատերից վրե, կաղա 4-5 օր արև եղել Եթե մի քիչ է որտեղում հեսա ցերեկը արևա, ապա անպայման 5-ից 6-ից հետո անձրևը պարտադիր պետք է գա։ Դրա համար է այս տարի մեր մոտ հանգստացողներ շատ քիչ են գալիս եղանակի հետ կապված, շատ քիչ։ Որովհետև հիմա զարգացել է ամեն ինչ, նայում են ինտերնետներով, նայում են, տենում են, որ անձրևը սպասվում և չեն գալիս, դա է զուտ պատճառը, թե չէ մեր Ստեփանավանը, հանդիսյան տեղը, որտեղ կհանդիպես շատ լավ տեսարժան վայրերի ունեն, շատ լավ ձոր, անպարներ, ալեյա, հանդիսյան գոտիներ, որոնք հիանալի են հետևորդներ ջան,
ուղղակի խնդիրը կրկնում եղանակն է։ Ամսունի կգրմեք, օգոստոսի մեկին, որվացի պարատում գոար, Որտե՞ղ։ ամսունի։ Ալիա, ամսվեկին, չգիտեի, տեսա կետևորդն է ջան, դա էլ նորություն է օգոստոսի մեկին, մեր մոտ Ալիայում անցկացվելու է խորովածի փառատոն, այնպես որ կարող եք գալ և մասնակցել, իսկ թող որ շատ լավ հաճելի ժամանակ եք անցկացնելու, ես մեծ սիրով կգնամ, Հարիկ, չգիտեմ գալու ես, այո, մեծ սիրով կգնամ և անպայման նկարահանում եք անեմ խորովածի փառատոնը և կտեղադրեմ իմ բլոգներում։ Հա? Չեմ տեսել, չեմ տեսել։ Հետաքրքիր բան կլինի, և թող լավ միջոցառումները շշուկում են։ Ամեն տարի կապտեմ Ստեփանավանը։ Որովհետև Ստեփանավանը հաղթեց, համարվեց համար 1 քաղաքը երիտասարդական, դրա համար էլ ինչ-որ լավ միջոցառում է բան լինում է, անպայման լինում է Ստեփանավանը։ Շատ լավ է։ Շատ համով սուրճ էր, քանի որ կար միակ մի կամպետը։